Արարատի մարզի Ոսկետափ համայնքը հունիսի 25-ին տոնախմբեց թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրը։ Այս սրբավայրը կրում է հայ եկեղեցու այդ երկու հեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիրների՝ Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ վարդապետի անունները։ Նրանց հիշատակի տոնը նաև եկեղեցու ուխտի օրն է։ Մարդիկ առավոտից հավաքվեցին եկեղեցու բակում ու շնորհավորեցին միմյանց։ Այստեղ էին եկեղեցական համայնքի անդամներ, ուխտավորներ։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռքին Քրիստոսի Սուրբ Խաչապայտի մասունքն է։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ոսկետափի եկեղեցի է բերվել հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխելու համար։ Ոսկետափ գյուղը մայրաքաղաքից 44 կիլոմետր է հեռու, Վեդի քաղաքից 6-7 կիլոմետր հարավ-արևմուտք։ Եկեղեցին նորակառույց է, 2 տարի առաջ է օծվել ու արդեն կայուն համայնք ունի։ Գործում են երիտասարդաց միություն, Կիրակնորյա դպրոց, Տիկնանց միություն։ Հոգևոր հովիվը Տեր Արտաշես քահանա Հակոբյանն է։ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցում սպասավորում եմ օծման օրվանից ի վեր։ Համայնքում կան 7 գյուղեր համայնքի մեջ, որոնցից միայն Ոսկետափում եկեղեցի կա, կառուցված, մյուս գյուղերը եկեղեցիներ չունեն, դրա համար ամեն կիրակի պատարակներին կողքի գյուղերից երիտասարդները, բնակիչները պատարակների համար գալիս են Ոսկետափ մասնակցելու։ Մենք էլ մեր քարոզներով, մեր խոսքերով, հոգևոր զրույցներով փորձում ենք հասանելի դարձնել հոգևոր կյանքը մարդկանց։ Քննարկում ենք Աստվածաշունչը, խոսում ենք Աստծո, Քրիստոսի մասին, կյանքի մասին։ Տեր Հայրը մեզ օգնում է լուծել մեր կյանքում տեղի ունեցող տարբեր խնդիրներ։ Երբ եկեղեցին օծվեց, դա մեծ խնդություն էր մեր համար, մեծ իրադարձություն էր գյուղի համար, որովհետև եկեղեցին չի ունեցել հոգևոր կյանքով չի զբաղվել եւ եկեղեցի չի ունեցել։ Եկեղեցու բացվելուց հետո մենք էլ շատ մարդկանց ճանաչեցինք գյուղում, գյուղացիներին, համագյուղացիներին մեր, ում ծանոթ չէինք։ Տեր Արտաշեսի շնորհիվ համախմբվեց մեր գյուղում երիտասարդությունը, կանանց նաև խումբ բացվեց, ինչպես երիտասարդաց միության, այնպես էլ կանանց։ Կիրակնորյա դպրոցների շնորհիվ երեխաների հետ ենք ջերմ մթնոլորտ ստեղծում, իրենց հետ ենք մեր օրը շատ լավ անցկացնում։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ներքին ձայն, որը որ այսպես կարելի ասել Աստծո ձայնն է, որ յուրաքանչյուրի զավակին կանչում է դեպի իր գիրկը, եկեղեցին։ Երևի թե այդ ձայնը փառք Աստծո, որ լսեցի եւ մոտեցա եկեղեցուն ու շնորհակալ եմ Աստծուն։ Սուրբ թարգմանիչների հիշատակի օրվա առթիվ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարակ։ Պատարակիչներ Տեր Գրիգոր քահանա Հովանիսյանը։ Մարդիկ մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդություն ստացան, հաղորդվեցին Քրիստոսի խաչապայտի կենաց մասունքից բխող զորությանը։ Սրբազան արարողության մասնակիցներն ունկնդրեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը։ Սահակ Պարթև հայրապետը և Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Հոգու բացառիկ սպասավորներն են։ Նրանք թարգմանում են Աստծո իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով։ Նրանք թարգմանում են նաև մարդկության իմաստությունը գիտությունների միջոցով։ Եվ այս երկուսի միությունից ծնվում է հայ քրիստոնեական քաղաքակրթությունը։ Հայոց ոսկեդարը Սուրբ Հոգու ներգործության պտուղն է, երբ Աստծո խոսքը եւ մարդկային միտքը հանդիպադրվելով մշակույթ են ծնվում։ Մեր եկեղեցու հայրերը երբեք չեն հակադրում հավատքն ու գիտությունը։ Սուրբ թարգմանիչների բարեխոսությամբ եւ Սուրբ Խաչի մասունքի օրհնությամբ թող այս սրբավայրը մշտապես մնա հավատքի, կրթության, լուսավորության եւ ազգային հոգեվոր ինքնության պահպանման օջախ, որտեղ Աստծո խոսքը շարունակի հնչել եւ պտղաբերել հավատացյալների սրտերում։ Թող Տերը նորոգի ու զորացնի ձեր համայնքը, առատացնելով սերը, միաբանությունը եւ ծառայության նախանձախնդրությունը։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը թող շարունակեն լինել այս եկեղեցու եւ այս եկեղեցու զավակների կյանքի ուղեցույցը։
Աստծո առատ օրհնությունը, շնորհները լինեն մեզ ամենքիս հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Թարգմանչած տոնը հայոց եկեղեցին նշում է տարվա մեջ 2 անգամ՝ ամռանը եւ աշնանը։ Սրբազան արարողություններով, մշակութային գրական հանդեսներով արժևորվում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչած շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Ոսկետափ համայնքում Սուրբ Պատարագից հետո մատաղ օրհնվեց եւ բաշխվեց։